Firebird ընկերությունը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ Ռազմիկ Հովակիմյանի, թիմում են նաև Նուբար Աֆեյանը, այս ծրագրի իրականացման գործում մեծ ավանդ ունի նաև NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիպարիցյանը եւ այլոք, երեք NVIDIA ընկերության, որը 3.5 տրիլիոն դոլար կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից մեկն է աշխարհի, գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, որի հետ դուք 2023-ին եւ նաեւ 19 թվականին առիթ ունեցել եք տարբեր հարթակներում հանդիպելու եւ քննարկելու նաեւ այս գաղափարը, վերջապես հայտարարվեց, որ Firebird ընկերությունը դառնում է NVIDIA-ի եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը, Հայաստանում այս մեծ նախագիծը իրականացնելու նպատակով նախատեսում են 26 թվականից սկսել ծրագրի իրագործումը, այո, ճիշտ նշեցիք, Firebird-ի հայտարարության մեջ նշված է, որ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է նախատեսում իրականացնել, որը նաև ենթադրում է մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում, նմանօրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով ընդհանրապես էներգիան եւ ռեսուրսները չափազանց կարեւոր են եւ այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ունի այդ հզորությունները տրամադրելու, պետք է նշել, որքանով որ դա հնարավոր կլինի իհարկե հասկանալի կերպով, խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի NVIDIA ընկերությունից, որ այս պահի դրությամբ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով, սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել եւ հայաստանյան տնտեսությանը եւ աշխարհի տարատեսակ ընկերությունների, տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում, այսինքն հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի կողմից արտադրված այդ արհեստական բանականության ռեսուրսը եւ իրենց հետազոտություններում կիրառեն